60 տարեկանից հետո շատ մարդիկ բախվում են արյան շրջանառության վատթարացման խնդրին, որը կարող է ոչ միայն առաջացնել սառը ոտքեր եւ ծանրության զգացում, այլև 3 անգամ մեծացնել ընկնելու ռիսկը։ Ցավոք, մարդկանց մեծ մասը չգիտի արյան շրջանառությունը բարելավելու պարզ եւ մատչելի միջոց, որը հնարավոր է ընդամենը մի քանի ժամում, որոշակի ըմպելիքների միջոցով։ Ես, բուժքույր Անահիտը, ուսումնասիրել եմ տասնյակ հետազոտություններ եւ փորձարկել տարբեր ըմպելիքներ, հասկանալու համար, թե որոնք են իրականում արդյունավետ, իսկ որոնք պարզապես գովազդային հնարք։ Բոլոր ըմպելիքներից կան այնպիսիք, որոնք կարող են լայնացնել անոթները 30-50%-ով, ինչը մեծ տարբերություն է առաջացնում առօրյա կյանքում։ Ոտքերը տաքանում են, սպազմերն ու հոգնածությունը նվազում են, իսկ քայլելը կրկին դառնում է վստահ։ Արյան շրջանառության խնդիրների հիմնական պատճառը ազոտի օքսիդի պակասն է, մոլեկուլ, որը բնական կերպով թուլացնում եւ լայնացնում է անոթները։ 60 տարեկանից հետո անոթները արտադրում են այս մոլեկուլի 70%-ով պակաս, եւ արյունը դադարում է հասնել ոտքերի մատների ծայրերին, ինչը բերում է թույների կուտակման, նյարդերի վնասման եւ միկրոթրոմբների ձևավորման, որոնք աստիճանաբար կուտակվում են։ Ավանդական խորհուրդները, օրինակ, ավելի շատ շարժվելը, ոտքերը բարձրացնելը կամ ասպիրին ընդունելը միայն փոքրինչ թեթևացնում են ախտանիշները, բայց չեն վերացնում պատճառը՝ ազոտի օքսիդի պակասը։ Կարևոր է հասկանալ, որ այս վիճակը շրջելի է։ Կան ըմպելիքներ, որոնք պարունակում են բաղադրիչներ, որոնք օրգանիզմը կարող է անմիջապես փոխակերպել ազոտի օքսիդի։ Երբ այս նյութերը սկսում են շրջանառվել արյան մեջ, անոթները թուլանում են բառացիորեն մի քանի րոպեում, եւ արյան շրջանառությունը մեծանում է 40-60%-ով ընդամենը 1 օրում։ Նման ըմպելիքների կանոնավոր օգտագործումը շաբաթների ընթացքում բերում է շրջանառության համակարգի վերականգնման։ Կազմվում են նոր մազանոթներ, նյարդերը սկսում են ավելի լավ աշխատել, ընկնելու ռիսկը նվազում է եւ ոտքերում հայտնվում է թեթևության զգացում։ Սակայն բոլոր ըմպելիքները նույնքան օգտակար չեն։ Օրինակ, սովորական ջուրը, թեև անհրաժեշտ է օրգանիզմին, բարելավում է շրջանառությունը ընդամենը 8%-ով, ինչը բավարար չէ ազոտի օքսիդի լուրջ պակասի դեպքում։ Կանաչ թեյը կարող է լայնացնել անոթները 12%-ով, բայց զգալի արդյունքի համար պահանջվում է առնվազն 8-12 շաբաթ կանոնավոր օգտագործում, իսկ բարձր ջերմաստիճանում թրմելը կարող է ոչնչացնել օգտակար նյութերի մինչև կեսը։ Թթու բալիհյութը պարունակում է անտոցիանիններ, որոնք նվազեցնում են անոթների կոշտությունը եւ բարելավում շրջանառությունը 18%-ով, բայց բարձր շաքարի մակարդակը վտանգավոր է շաքարախտով կամ նախաշաքարախտով մարդկանց համար։ Նուրի հյութը, որը հարուստ է պոլիֆենոլիներով, մեծացնում է շրջանառությունը 22%-ով 4 շաբաթում եւ պաշտպանում է ազոտի օքսիդը քայքայումից, բայց նույնպես պարունակում է շատ շաքար եւ բավականին թանկ է։ Կակաոն ֆլավոնոլներով խթանում է ազոտի օքսիդի արտադրությունը եւ կարող է բարելավել շրջանառությունը 24%-ով արդեն 2 ժամում, եթե օգտագործվի մաքուր փոշի, առանց ավելացված շաքարի։ Սեխի հյութը, շնորհիվ բարձր կոնցենտրացիայի ցիտրուլինի, բարձրացնում է անոթների աշխատանքի արդյունավետությունը 28%-ով եւ նվազեցնում է անոթների կոշտությունը, իսկ նրա բնական շաքարը դանդաղ է յուրացվում, ինչը դարձնում է այն անվտանգ ընտրություն։ Գիբիսկուսի թեյը հարուստ է նիտրատներով եւ անտոցիանիններով, խթանում է շրջանառությունը 31%-ով, վերականգնում է անոթների էնդոթելը եւ նվազեցնում ճնշումը։ Միևնույն ժամանակ մնում է մատչելի եւ հեշտ պատրաստվող։ Բազուկի հյութը եւ ռուկոլայից պատրաստված սմուզիները առաջատար են բնական նիտրատների պարունակությամբ։ 240 մլ բազուկի հյութը կարող է օրգանիզմին տալ 300-400 մգ նիտրատ, ինչը բերում է շրջանառության մեծացման 30-50%-ով, ընդամենը 2-3 ժամում, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում վերականգնում է անոթների էլաստիկությունը, նվազեցնում կոշտությունը եւ բարելավում քայլելու ունակությունը։ Թարմ քամված նեխուրի կամ ռուկոլայի հյութը, որը հարուստ է նիտրատներով, տալիս է նկատելի բարելավումներ կարճ ժամանակում, հատկապես դատարկ ստամոքսին եւ առանց շաքարի։ Առավելագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում առավոտյան դատարկ ստամոքսին խմել 1 բաժակ բազուկի հյութ, իսկ օրվա ընթացքում փոխարինել գիբիսկուսի թեյով կամ թարմ նեխուրի հյութով։ Ռուկոլայից պատրաստված սմուզին կարելի է ներառել շաբաթական 3-4 անգամ, արդյունքները արագացնելու համար։ Արդեն 3 օրից ոտքերում հայտնվում է ջերմության զգացում, 1 շաբաթից նվազում են սպազմերն ու հոգնածությունը, իսկ 2 շաբաթից նկատելիորեն բարելավվում է քայլելը։ Կարևոր է հասկանալ, որ կանոնավորությունը երկարաժամկետ վերականգնման բանալին է, իսկ կարճաժամկետ արդյունքները միայն գործընթացի մի մասն են։
Կան մի քանի սխալներ, որոնցից պետք է խուսափել։ Չպետք է ըմպելիքները խմել սննդի հետ միասին, չպետք է անմիջապես ողողել բերանը օգտագործումից հետո, չպետք է ակնկալել ակնթարթային արդյունք, չպետք է դադարեցնել բժշկի նշանակած տեղերը առանց խորհրդատվության և չպետք է օգտագործել պատրաստի հյութեր շաքարով կամ բուրավետիչներով։ Մաքուր ըմպելիքները առանց հավելումների ապահովում են նիտրատների առավելագույն յուրացումը և թույլ են տալիս անոթներին ճիշտ աշխատել։ Ժամանակակից սնունդը զրկված է շատ բնական բաղադրիչներից, որոնք անհրաժեշտ են ազոտի օքսիդի արտադրության համար։ Այդ պատճառով արյան շրջանառության վատթարացումը անխուսափելի հետևանք չէ ծերացման, այլ սննդանյութերի պակասի արդյունք։ Բազուկի հյութի և այլ խորհուրդ տրված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը վերականգնում է շրջանառությունը, բարելավում ոտքերի աշխատանքը, բարձրացնում դիմացկունությունը և նվազեցնում ընկնելու ռիսկը։ Միևնույն ժամանակ սա անվտանգ և մատչելի միջոց է, որը չի պահանջում թանկարժեք դեղեր և չի առաջացնում կողմնակի ազդեցություններ։ Պարզ մարտահրավեր՝ ամեն առավոտ խմել բազուկի հյութ 30 օր շարունակ, հետևել փոփոխություններին զգացողություններում, մաշկի գույնում, սպազմերի անհետացմանում և քայլելու բարելավման մեջ։ Մի ամսից դուք իրականում կզգաք տարբերությունը, կվերականգնեք ոտքերի առողջությունը և կվերադարձնեք վստահությունը շարժման մեջ։ Արյան շրջանառությունը կարելի է բարելավել ինքնուրույն, օգտագործելով մատչելի ըմպելիքներ և բնական նիտրատների աղբյուրներ, ինչը ծերացումը դարձնում է ավելի թեթև, անվտանգ և ակտիվ։ Ձեր ոտքերը, մարմինն ու անկախությունը շնորհակալ կլինեն, եթե սկսեք հենց հիմա, որովհետև երբեք ուշ չէ օրգանիզմին տալ այն, ինչ անհրաժեշտ է բնական վերականգնման համար։